Գալիս համատեղ հայտարարությամբ Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահությունը եւ միասին այլընտրանքային հասարակական քաղաքական շարժման համակարգող խորհուրդը գտնում են, որ այս առաջիկա ընտրությունները աննախադեպ են լինելու իրենց արդյունքով եւ համապատասխան պետք է տեսնենք, թե որ ճանապարհով է գնալու մեր հանրապետությունը, արդյոք մենք նոր ազգային ծրագիր ենք ձևավորելու եւ դուրս ենք բերելու երկիրը այս ծանրագույն վիճակից, թե մեզ նոր փորձություններ են սպասվում, եթե այս իշխանական խումբը շարունակի կառավարել մեր երկիրը։ Մենք հասկանում ենք, թե ինչ է կատարվում նաեւ ընդդիմադիր դաշտում, ուստի ուզում ենք եւս մեկ անգամ հիշեցնել, որ ներկա այսօրվա ղեկավարը, այսպես կոչված, որ ինքը իրեն արդեն ասում է, որ ամենալեգիտիմ ղեկավարն է հանրապետության եղել, տեսեք ինքը արդեն ուզում է հանրապետության մահկանացություն կնքի, որովհետև միայն կոնկրետ այն փաստը, որ սահմանադրությունից ուզում է հեռացնել հռչակագիրը, դա նշանակում է, որ ոնց որ մարդը իր ծննդական այրի եւ գցի մի կողմ։ Այսինքն սա այն հարցն է, որ մեզ համար արդեն դարձնում է արդեն կարմիր գիծն է, որը որ հատել ուղղակի մենք իրավունք չունենք։ Ամեն օր հանդես է գալիս մի նոր դարակազմիկ հայտարարություններով, իհարկե ճակերտներում, եւ մենք հասկանում ենք, որ այնինչ որ պատրաստվում են անել այսօրվա իշխող խմբակը, դա նշանակում է, որ իրոք Հայաստանի Հանրապետությունը իրենց օրոք չունի ապագա։ Մեր առաջարկը հետևյալն է ընդդիմադիր դաշտին։ Մենք դիմելու ենք բոլոր ընդդիմադիր իրենց հռչակած քաղաքական միավորներին, որովհետև ոչ թե միայն այն ուժերին, որոնք հուսով են, որ անպայման կհայտնվեն խորհրդարանում, այլ նաև բոլոր մյուսներին, եւ խնդիրը հետևյալն է, մենք ուզում ենք հասկանալ, պատրաստ են իրենք արդյոք միասնաբար գոնե մի քանի կետ իրականացնել, մի քանի կետանոց ուրեմն ծրագիր իրականացնել, որովհետև եթե օրինակ, եթե մենք միասնաբար չենք վերահսկելու ընտրությունների ընթացքը եւ մենք չենք կարողանալու ապահովել 100% այն արձանագրությունները այդ օրվա վերջում, ապա բոլորս հասկանում ենք, թե ինչ կեղծիքներ հնարավոր են եւ հասկանում ենք, թե ինչպիսի նկարչություն է լինելու նաեւ դրա արդյունքում։ Ուստի առաջին խնդիրը մենք այդ ենք համարում եւ երկրորդը նույնպես մենք գտնում ենք, որ այսօրվա դրությամբ թիրախավորել մեկը մյուսին ընդդիմադիր դաշտում, դա մեծագույն, չեմ ուզում ավելի սուր բաներ ասել, բայց ամենամեծ սխալներից է, որովհետեւ այդ պարագայում ընդամենը մենք նորից հաստատում ենք, որ ամեն մեկը իրենցից փորձում է ուղղակի արևիտակ իր տեղը գտնել, ընդամենը դրա մասին է մտածում։ Բոլորս հասկանում ենք, որ 50% եւ ավելին ձայն ունեցող չի լինելու, եւ այդ պարագայում անպայման պետք է ձևավորվի կոալիցիա, պետք է միասնություն լինի։ Այն ինչ որ մեր առաջարկներն, Նայինե Դիլբարյանը ավելի մանրամասն ձեզ կներկայացնի, բայց ես հիմա ուղղակի ուզում եմ շեշտեմ, որ ընդդիմադիր դաշտի համար ամենակարևոր խնդիրը պետք է լինի այն, որ իրենք պետք է գան այսօր մեկ գլխավոր խնդիր լուծելու համար։ Եթե դուք իսկապես դեմ եք այսօրվա իշխանության վարած քաղաքականությանը, ապա այսօր պետք է զերծ բնակ ընդհանրապես մեկը մյուսին թիրախավորելու հարցում։ Սա մեկ։ Երկրորդը, դուք պետք է պարտավորվեք, որ չեք լինելու այն կոալիցիայի կազմում, որտեղ լինելու է քաղաքացիական պայմանագիրը։ Մենք շատ հստակ ենք դնում այս հարցերը։ Եվ երկրորդը նույնպես պետք է իհարկե բոլորդ միասնաբար նոր կոալիցիա ձևավորեք եւ նոր ծրագիր ներկայացնեք։ Եվ այս պարագայում հաշվի առնելով, որ մեր քաղաքական միավորը, որը ես արդեն ձեզ ասեցի, եւ կուսակցությունը եւ միասին շարժումը պատրաստվում են անպայման լինել մասնակից այս ընտրություններին, ձևաչափի վերաբերյալ դեռ մենք այդ որոշումը չունենք, բայց մենք գտնում ենք, որ այդ պարագայում այո պետք է բոլոր քաղաքական ուժերը դա հասկանան եւ միավորումը ձևավորվի։ Հաջորդը մենք պատկերացնում ենք հետեւյալ կերպ, որ նրանք ովքեր որ կհամաձայնվեն եւ ստորագրություն ունենան այս հուշագրի տակ,
ապա այդ հուշագիրը կունենա հետևյալ տեսքը. բոլոր այդ քաղաքական ուժերի լոգոները կլինեն վերին մասում հուշագրի եւ դրանով կհաստատվի, որ նրանք արդեն միասնաբար են գործելու եւ ես համոզված եմ, որ մեր ժողովուրդը շատ է սպասում այդպիսի միասնությանը։ Մենք հասկանում ենք, որ միասնական ուրեմն ցուցակով գնալը դա ուղղակի անհնար է եւ դա արհեստական կարող է չէ՞, բայց այն կետերը, որը մենք ենք առաջարկում, ցույց է տալիս նաեւ միասնաբար նույն նպատակին հասնելու իրենց մտադրությունը։ Սա է ամենամեծ համար կարևոր հանգամանքը։ Ուստի հիմա մենք կներկայացնենք ձեզ հուշագրի տեքստը, որից հետո մենք իհարկե նորից որոշ բարձրաբանումներ կներկայացնենք։ Համեցեք։